Այլ հարցեր համեցեք։ Սովորաբար այս հանդիպումներից հետո հայկական կողմը միշտ հանրային միջավայրում շփումներում խոսում է խաղաղության գործընթացում առաջընթացի մասին, այսինքն հետաքրքիր է սառնով դուք ինչ ազդակներ եք փոխանցում Ադրբեջանի հասարակությանը, երբ գնում եք։ Հավաստիացնում եմ ձեզ, որ երկու շաբթվանից սկսած տասնյակ հարցազրույցներ, ելույթներ հեռուստատեսությամբ կլինեն մեզ մոտ, եթե նախկինում 5 հոգի էր մասնակցում, հիմա 20 հոգի է մասնակցում, այսինքն բեռնվածությունը ամեն մեկի ավելի քիչ կլինի, բայց հետաքրքրությունը շատ մեծ է, մանավանդ այն թեմաների շուրջ, որոնք մենք քննարկում ենք, այն թեմաները, որոնք կարևոր գերակային ադրբեջանական հասարակության համար։ Խաղաղության պարամետրերն են հետաքրքիր բոլորին, ինչում կկայանա Հայաստան-Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչ տեսք կունենա, դա է կարևոր։ Եվ ես համաձայն եմ այգի հետ, որ մենք չենք կարող փոխել անցյալը, ոչ էլ մտադիր ենք դա անել։ Մենք հնարավորություն ունենք ներկայիս փուլը օգտագործել ապագան կերտելու, փոխելու համար, եւ այս իմաստով կա համաձայնեցված դիրքորոշում, որ դա հնարավոր է անել։ Ինչ վերաբերում է հասարակությանը, այո, առավելագույն հարցեր են քննարկվել եւ փակ քննարկումներում եւ ԶԼՄ հետ կապերում մենք փորձում ենք, որ ուղերձը խաղաղության մասին տեղ հասցվի լիաթոք կերպով։ Զրույցների ֆորմատից երկու կողմերն էլ ըստ էության իրենց վրա որոշակի տնային աշխատանք անելու եւ երկու կողմերն էլ ունենում են փակ հանդիպումներ իրենց քաղաքացիական հասարակության, փորձագետների եւ բազմաթիվ այլ խմբերի հետ եւ գործընթացը ոչ միայն այս հանդիպումների տեսքով է տեղի ունենում, այլ նաեւ բավականին լուրջ տնային աշխատանքի եւ ներսում աշխատանքի։